Պարոն Վարդանյան, իրավունքի տեսակները, անհատույց օգտագործման եւ սեփականությունը իրավունքները հստակ կարգավորվում է եւ պարոն Ղալումյանն էլ նշեց, որ սեփականության իրավունքը շատ թե քիչ հզոր անխախտելի իրավունք է։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Անհատույց օգտագործման տեսակը, որը դուք պնդում եք, նախ չասեցիք բազմաթիվ հարցեր, այս խնդիրը որտեղից առաջացել։ Պետք է դուք բերեք փաստեր ձեր ամփոփի ելույթում խնդրեմ։ Կոնկրետ անհրաժեշտությունը որտեղից առաջացել։ Դուք ձեր տանը նստած չէի կարող այս օրենսդրական փոփոխությունը բերել։ Այսի ամենակարևոր ասնա, կուզենամ, որ հիմնավոր ծևի ասեք, սա մեկ։ Եվ երկրորդ, ինչքան էլ դուք պնդեք, մեր սահմանադրությամբ ասեց, առանձին են եկեղեցի պետություն։ Անհատույց օգտագործման հողամասերը վարձակալությամբ տրամադրելու համար պետք է գնա հիմնադիրից, այդ թվում կառավարությունից թույլտվություն բերի, որպեսզի կարողանա որոշակի գործառույթ իրականացնել։ Մի կողմից ասում ենք սիրելի եկեղեցի սուրբ մեր առաքելական հայ առաքելական եկեղեցի, մենք քեզ անհատույց օգտագործման իրավունքով որոշակի տարածք ենք տալիս, բայց դու իրավունք չունես դա ազատ տնօրինելու։ Եթե փորձես վարձակալությամբ տրամադրես մոմա վաճառության համար կրպակ մի հատ դեպի մոմա վաճառություն կամ հուշանվերներ կամ պատմամշակութային որոշակի ոչ թե պատմամշակութային, պես թանկարժեք սուվենիրներ, բաներ վաճառվի, այդ տարածքի համար իմ տրված, պետք է կաս ընձնից թույլտվություն վերցնես։ Ստեղ եկեղեցի պետություն ազատ իրավունքը որտեղ մնաց, որ մի հատ էլ փորձում ենք համոզել, թե գիտես, ինչ տարբերություն չկա սեփականության իրավունքի տեսակի եւ անհատույց օգտագործման անգամներով ավել իրավունքի տեսակ կա։ Պետք է հստակ ասեք, սեփականության իրավունքով տրված հողամասերը կան այդպիսի հողամասեր, որոնք կոտարվել են կամ ռիսկ են առաջացել օրենսդրական փոփոխությունը բերվել է, թե այլ միտք չկա, խնդրում եմ պատասխանեք։ Էլի ելույթներ, խնդրեմ պարոն Դանելյան։ Պարոն Ղազարյան, հասկանում եմ ձեր ասածը, բայց հարցը մյուս կողմից էլ նայեք, էլի ես կրթության նախարարությունում որ աշխատում էի, դեպք ա եղել, որ եկեղեցի մուտքի մոտ կոֆեի ապարատ են դրած եղել, եւ դա ապականել է այդ եկեղեցու բոլոր տեսակի գաղափարական արժեքները։ Հետևաբար կարծում եմ նաեւ, եթե հաշվի ենք առնում, որ պետության հող նաեւ պետության հետ պետք է համագործակցել, թե ինչ նշանակությամբ են օգտագործում, հակասություն այդ իմաստով չեմ տեսնում, շնորհակալություն։